Արշակ Սրբազյանի գործով դատական նիստը այս պահին Լեոնիդ Մալխասյանը խոսում Մայր Հայաստանի վարչության անդամ քաղաքացիների Ուղերձը միակն է, այստեղ գտնվողների կարծում եմ, դա դատապարտել Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումները հայ առաքելական եկեղեցու դեմ, այս բռնաճնշումները ոչ միայն հակաեկեղեցական են, այլ նաև հակաքրիստոնեական են, որովհետև արդեն իմ մոտ կասկածներ չի հարուցում այն, որ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով, որովհետև հայ առաքելական եկեղեցին այս բռնաճնշումներից առաջ եկեղեցու առաջնորդ Գարեգին կաթողիկոսը Ժնևում հայտարարեց գերիների վերադարձի թեմայի մասին, բարձրաձայնեց այդ թեման, արցախցիների իրավունքների, Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսեց ու սկսվեցին այս բռնաճնշումները, ու դրանից առաջ արդեն Փաշազադեն հրահանգ տվել էր, որ եկեղեցին պետք է կարգի հրավիրվի, մեղմ ասած, ու Նիկոլ Փաշինյանը լծված է այդ գործին, Նիկոլ Փաշինյանը ինչու եկեղեցու դեմ, որովհետև եկեղեցին մնացել է միակ ինստիտուտը համահայկական, որը բարձրաձայնում է արցախահայերի իրավունքների խնդիրը, Սփյուռքի հետ կապված նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի հաջորդ իրավատերը, հետևաբար Թուրքիայից եւ Ադրբեջանից նման պահանջ պետք է դրված լինի, ու Նիկոլ Փաշինյանը շատ հիանալի կատարում է այդ պահանջը, ոտնահարելով օրենքը, ոտնահարելով սահմանադրությունը, հասել ենք այնպիսի մի իրավիճակի, որտեղ 30-ական թվականների ոճով, երբ բոլշևիկները փորձում էին կազմաքանդել, փակել, բանտարկել, սպանել ընդհանրապես եկեղեցին, իհարկե իրենց չհաջողվեց, որովհետև քաղաքականություն փոխվեց, հիմա Նիկոլ Փաշինյանը, ես կարծում եմ, գլխում է 36-37 թվականների այդ բռնաճնշումները, հակաաստվածային այդ շրջանի բռնաճնշումները, մնացել է միայն Նիկոլ Փաշինյանը երևի, ասենք, հատուկ ծառայություններին հրահանգի կաթողիկոսին այնտեղ խեղդամահ անեն կամ չգիտեմ, ձերբակալեն, եթե 37 թվի հետ ենք հայլը համեմատականներ անում, որովհետև չի արել այնպիսի բան, որ չեն արել այնտեղ բոլշևիկները բանտարկելով սրբազաններին, հոգևորականներին։ Մենք պետք է հասկանանք, որ այստեղ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի դրել եկեղեցու բարեփոխման, եկեղեցու մաքրման խնդիր, այլապես մենք չենք տեսնի իր կողքին հայտնի եպիսկոպոսներին, հատկապես Կճոյանին, որը ինքը իրենով մարմնացում է այն արատների, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, եկեղեցու եւ սրբազանների հետ կապված, անգամ իր հայտարարությունները կան, ազգային ժողովում Բենտլի Սամո հաշվետվություն է պահանջում։ Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հարցրել, արդյոք դուք այդ հանդիպման ժամանակ քո ասած Բենտլի Սամոյից հաշվետվություն պահանջել եք իր Բենտլիի հետ կապված, օֆշորային սկանդալի հետ կապված, Կճոյանով ես ուզում բարեփոխել հայ առաքելական եկեղեցին, այսինքն սա խեղ կատակություն է եւ Արշակ Սրբազանի ձերբակալությունը լրիվ 37 թվականի մատնության տրամաբանության շրջանակներում է, ինչ որ մեկը 7 տարի առաջ տեղի ունեցած դեպքի հետ կապված, ես իմիշ մատնություն է տալիս, 7 տարի հետո գալիս եք մարդ եք ձերբակալում։ Ես հիշում եմ, նախորդ տարի համահեղինակել էիք մի ֆիլմ, որտեղ ներկայացվում էր նաև մեր աղետների պատճառը, անմիաբանությունը, նաև անտարբերությունը կատարվողի հանդեպ, ինչու չստացվեց պատմության ընթացքը փոխել, եթե դասեր ունեինք ու այդ դասերից տեղյակ էին տարբեր շրջանակներ։ Գիտեք, այդ առումով շատ դժվար է ասել, նախ միաբանությունը ես կարծում եմ այդքան էլ տեղին չէ սպառակայում, որովհետև երբեք էլ միաբան չեն եղել, ոչ միտեղ միաբանություն առանձնապես չկա, բայց հասարակության մի ստվար հատված միավորնույն Սարդարապատի ժամանակ միասնություն չի եղել, բայց գալիս է մի պահ, որ ազգի մեծամասնությունը առողջանում է եւ սկսում է դիմադրություն ցույց տալ ու կարծում եմ, որ հիմա սահմանավորվում է այդ գործընթացը եւ Նիկոլ Փաշինյանը հենց դրանից է վախենում, որովհետեւ սա նման է հուսահատ քայլի Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև հասկանում է, որ այդ կոնսոլիդացիան միավորում կոչված ազգի մեծ մասի շատ շուտով տեղի է ունենալու։ Հետևաբար միակ տարբերակը, ինչը յուրահատուկ է բոլոր բռնապետներին, բանտերը լցնել այնպիսի մարդկանցով, որոնք կոշտ հակադրվում են իր բռնապետական ռեժիմին։ Այստեղ նաև զարմանալի է, մի քիչ շեղվեմ հարցից, միջազգային կառույցների, արևմտյան երկրների դեսպանատների, այն քաղաքահասարակություն կոչվողների
քար լռությունը, ձկան նման լռությունը։ Զարմանալի է, թե ենթադրել հաշվի առնելով այս Դե ես մեղմ եմ տարածաշրջանի արտահայտվում զարմանալի ասելով, որովհետև հասկանալի է, չէ, իրենք պատվեր են կատարում, քաղաքասարակության կոչվածները, որոնք նախկինների ժամանակ իրենց ճղում էին, տարբեր, ասենք ոստիկանը մի հատ փոքր հրում էր ինչ որ մեկին, միջև Եվրամիություն զեկույցներ էին գրում, դատապարտում էին, դեսպանատները, ասենք, մարդիկ էին ուղարկում, բաննակցում էին, չգիտեմ, ասենք մի հատ աղմուկ էր։ Հիմա որ 4 սրբազան ոչ մի բանի համար բանտարկված է, պլյուս այլ բանտարկյալներ, այլ թեմաներով քաղաքական հետապնդվողներ, ոչ մեկի ձայնը դուրս չի գալիս։ Ես հասկանում ես, որ սա իրականում մեծ պատվեր է եւ այս պատվերը սպասարկում են նաեւ այդ կառույցները, այդ քաղաքասարակություն կոչվածը, նաեւ արևմտյան երկրների դեսպանատներն ու կառավարությունները։ Մենք Վրաստանում տեսանք, հա, ինչպես է այդ ամեն ինչը տեղի ունենում, ինչպես են իրենք աջակցում հակաժողովրդավարական գործընթացներին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իրենց ձեռք է տալիս, իրենք էլ շատ հանգիստ աչք են փակում այս ամեն ինչի վրա, բայց եթե տեղը գա, Զելենսկու դեպքում ոնց եղավ, ասենք շահերը ոտնահարեց իրենց ներկայացրած մի անգամից շուտ կոռուպցիոն սկանդալ բան եղավ ի հայտ եկավ։ Հիմա Նիկոլ Փաշինյանի պարագայում նույնն է։ Հենց սկսի այդ երկրների Թուրքիայի, Ադրբեջանի նաև պատվերները չկատարել, մի անգամից կտեսնենք, թե Նիկոլ Փաշինյանը ինչ հրեշավոր դիկտատոր է եղել, մի անգամից կլսենք դատապարտումներ։ Շնորհակալություն։